Ես ուզում եմ խոսել այն մասին, որ երբ սահմանադրությունը փոխվեց, մենք պետք է ակնկալեինք, ահա սպասեինք եւ զգայինք սրա վտանգը եւ մենք զգում էինք։ Գիտեք ինչու, երբ որ համեմատվում են այդ գերմանական փորձի հետ եւ այլն, ես ապշում եմ, որովհետեւ Գերմանիայում չկա 500,000 մարդ ընչազուրկ, ընչաքաղց, ինչ ասեմ, աղքատ եւ հիվանդ, որոնք 10-20 եվրոյով կգնան եւ այսպես ինչիկ կանեն իրենց բոլոր արժեքները, չկա այդ հանրությունը, դրա համար մեր երկրում պետք է կիսանախագահական մնար, մենք պետք է հնարավորություն ունենայինք 2 անգամ համապետական ընտրություններ իրականացնելու, մենք պետք է ունենայինք ուժեղ նախագահ, այս երկրում հիմա նախագահ կա, ինչի համար է ընդհանրապես պետական բյուջեն այդ նախագահին պահում, ինչ է կատարվում, կեղծիք է կատարվում, ինչ է կատարվում, այդ մարդը գոյություն, ում է պետք այդ ինստիտուտը, այսպիսի սահմանադրություն, որ նվեր է տվել նախորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, թերևս դա ամենավատ բանն է, որ նախկինները արել են։ Նախկինները երբեք այս աստիճանի կասկածելի ընտրություններ չեն արել, չնայած դրան հաջորդող հետընտրական բուռն իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանը 2 փուլով է 2 անգամ էլ ընտրվել, կներեք էլի, 2 փուլով է 2 անգամ էլ ընտրվել։ Եվ այնուամենայնիվ նախկինների թողած ամենավատ այնինչը որ աններելի է այս սահմանադրությունն է, որը ամենաշատն է այսպես օգտագործում, վայելում եւ կիրառում ներկա իշխանությունը։ Նախկիներից պետք չէ նրանք դժգոհեն, նախկիներից մենք պետք է դժգոհենք։